Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմաստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ YouTube ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին եւ իհարկե ալիքիս էջերում արկային կանխատեսումներ բոլոր կենթանակերպերի համար։ Արդեն պատրաստ են ունիս ամսվա կանխատեսումները, եթե չեք դիտել անպայման դիտեք այդ գերհետաքրքիր շուրջ 1.5 ժամանոց վիդեոն։ Եվ ամեն շաբաթ, սիրելի բարեկամներ, ավանդաբար ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մոլորակների հետ եւ նաեւ կանխատեսումները կենթանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքիս եւ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ, որպեսզի մշտապես պատկերացում ունենաք, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, մինչ բունյութին անցնելը, ասեմ, որ մտել ենք շատ բարդ եւ ճակատագրական փուլի մեջ եւ իհարկե ես խորհուրդ կտամ հունիսին, հատկապես հունիսին եւ նաեւ հուլիսի սկզբին չմասնակցել զանգվածային միջոցառումներին կամ գոնե սահմանափակել ձեր մասնակցությունը այդ միջոցառումներին։ Թե ինչու ես ավելի մանրամասն կներկայացնեմ գալիք շաբաթ մի շարք նոր տեսանյութերում։ Սիրելի բարեկամներ, պատահական չէ, որ ես հենց այդ շքերթից առաջ մի սարսափազդու երաժտեսա այնտեղ ուրեմն մեր գեղեցիկ եռագույնը մեջտեղից այսպես հավաքած էր սև ուրեմն ժապավենով, այսպես նմանվում էր ավազե ժամացույցի այդ հավաքած մեջտեղից եռագույն, այսինքն ժամանակը մոտենում է արդեն վճռական ընտրության ժամանակը եւ այդ շքերթը նույնպես մայիսի 28-ին պատահական շքերթ չէր, այդ շքերթի խորհրդավանական նշանակությունը ոչ միայն PR ակցիա էր նախընտրական, այլ նաեւ այն էր, որ ընդհանրապես սիրելիներս մայիսի 28-ին որևիցե անգամ մենք շքերթներ չենք ունեցել մեր նոր անկախ պատմության ընթացքում, այսինքն Հայաստանի երրորդ հանրապետության ողջ պատմության մեջ այդպիսի շքերթներ մենք չենք ունեցել։ Եվ դա պատահական չէ, որ հենց այս իշխանությունները որոշեցին կազմակերպել այդ շքերթը։ Ինչու՞։ Որովհետև դա այսպես առաջին հանրապետության պարտված եւ ընդամենը 2 տարի գոյություն ունեցած առաջի հանրապետության էներգետիկան ներգրավելու նպատակով էր։ Այսինքն պարզ է, որ այս շքերթից հետո Հայաստանի երրորդ հանրապետությունը նույնպես պետք է գոյություն ունենա ընդամենը 2 տարի։ Սա դրա խորհրդաբանական նշանակությունը ուներ։ Եվ իհարկե նաև պետք է ասել, որ շատ հետաքրքիր վիդեո եմ նախապատրաստել վարչապետի 51-րդ տարեդարձն է լինելու հունիսի 1-ին, հենց գալիք շաբաթվա երկուշաբթին, այսինքն առաջին օրը հունիսի, եւ անպայման դիտեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքում ժամը 8:30 այդ գերհետաքրքիր վիդեոն եւ անպայման կիսվեք այդ վիդեոյով, որովհետեւ այնտեղ ես ներկայացնում եմ Նիկոլ Փաշինյանի պատմական միսիան, այսինքն հենց այնպես դա լրջագույն խորհրդաբանական վերլուծություն է։ Անպայման դիտեք, սիրելի բարեկամներ, իսկ այժմ ներկայացնեմ, թե ինչ է մեզ սպասվում հունիսի 1-ից 7-ը այս վճռական, ճակատագրական, այսպես շատ կարևոր շաբաթվա ընթացքում։ Սիրելի բարեկամներ, հունիսի 1-ին Երևանի ժամանակով 15:55 րոպեին Մերկուրին կապև հեռահաղորդակցության մոլորակ Մերկուրին մուտք է գործում Խեցգետին։ Ես պետք է հիշեցնեմ, որ հունիսի 29-ին Մերկուրին հետընթաց է դառնում, ուրեմն 26 աստիճանում Խեցգետնի, եւ դրա մասին ավելի մանրամասն կարող եք դիտել հունիս ամսվա կանխատեսումներում, անպայման
դիտեք այդ վիդեոն։ Եվ դա պատահական չէ, շատ խորհրդաբանական է, որ նաև Նիկոլ Փաշինյանի հունիսի 1-ին 51 ամյակն է լինելու, որը որ հենց այդ բարդ շրջանն է խորհրդանշում Հայաստանի Հանրապետության համար։ Հունիսի 2-ին 5:19 րոպեին Երևանի ժամանակով Լուսինը մուտք կգործի Այցեղջյուր կենթանակերպ եւ արդեն 7:31 րոպեին անմիջապես դիմակայություն կառաջացնի Մերկուրիի հետ, որը նախորդին արդեն մուտք էր գործել Խեցգետին։ 1 աստիճան Խեցգետնում Մերկուրին եւ 1 աստիճան Այցեղջյուրում լինելու է Լուսինը։ 13:34 րոպեին Երևանի ժամանակով, սիրելի բարեկամներ, Լուսինը լարված քառակուսի կառաջացնի Նեպտունը մոլորակի հետ 4 աստիճան Խոյ կենթանակերպում Նեպտունն է, անորոշության, մոգության, կեղծ տեղեկատվության մոլորակ Նեպտունը 4 աստիճան Խոյ նշանում է եւ 4 աստիճան Այցեղջյուրում Լուսինը։ Իհարկե, սա դեզինֆորմացիայի տարածման լավագույն, այսպես մորակային փոխհարաբերությունն է Լուսնի եւ Նեպտունի քառակուսին։ Այնպես որ հունիսի 2-ին կեսօրից հետո մի քանի անգամ ստուգեք այն տեղեկատվությունը, որը դուք կստանաք, եւ դրանից հետո նոր դա այսպես համապատասխան քայլեր ձեռնարկեք մի քանի անգամ ստուգելուց հետո։ Նաև մի տրվեք սադրանքների, ինֆորմացիոն, ստահոդ լուրերի եւ այլն։ Պես որ բավականին բարդ օր է մեզ մոտ նաև հունիսի 3-ը 4:02 րոպեին հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը Երևանի ժամանակով 4:02 րոպեին Լուսինը եռանկյունի կկազմի Մարս մոլորակի հետ, որը գտնվում է Ցուլ կենթանակերպում։ Գիտեք, Մարսը այժմ գտնվում է 11 աստիճան Ցուլ կենթանակերպում եւ Լուսինը 11 աստիճան Այցեղջյուրում։ Իհարկե գիշերը բավականին ակտիվ է լինելու եւ հնարավոր է նաեւ մղձավանջային երազներ։ 6:25 րոպեին Լուսինը հասնելու է սահմանափակումների մոլորակ Սատուրնի հետ քառակուսով։ Եվ դա իհարկե լարվածություն կառաջացնի 12 աստիճան Խոյ կենթանակերպում լինելու է Սատուրնը եւ 12 աստիճան Այցեղջյուրում Լուսինը։ Սա մեծ լարվածություն է առաջացնում, սիրելի բարեկամ, էմոցիոնալ լարվածություն, սառնություն, միջանձնային փոխհարաբերություններում հնարավոր են խնդիրներ, այնպես որ հունիսի 3-ին առավոտից գոնե մի փորձեք բարձել հարաբերությունները եւ նաեւ զգուշացեք զանազան սանդրանքներից։ Եվ 18:37 րոպեին նաեւ նույնպես երեկոն ամսի 3-ի հունիսի 3-ի շատ լարված է լինելու, որովհետեւ 18:37 րոպեին Լուսինը դիմակայության մեջ կլինի Սիրո եւ գեղեցկության մոլորակ Վեներայի հետ 18 աստիճան Այցեղջյուրում գտնվում է Լուսինը եւ 18 աստիճան Խեցգետնում Վեներան։ Իսկ հունիսի 4-ին իհարկե նույնպես լարվածությունը շարունակվելու է, սիրելի բարեկամներ, ընդհանրապես գալիք շաբաթ բավականին լարված մորակային փոխհարաբերություններ են բացառությամբ մի շարք բարենպաստ ժամերի եւ օրերի։ Հունիսի 4-ին վաղ առավոտյան 7:04 րոպեին Լուսինը լարված դիմակայության մեջ կլինի Յուպիտեր մոլորակի հետ 24 աստիճան Խեցգետնում գտնվում է Յուպիտերը եւ 24 աստիճան Այցեղջյուրում Լուսինն է։ Արդեն նույնպես դա նպաստավոր չէ ինչ որ նախ նոր գործեր չսկսեք, որովհետեւ ողջ գալիք շաբաթվա ընթացքում սիրելի բարեկամներ Լուսինը լինելու է մարող, քանի որ մենք գիտենք, որ մայիսի 31-ին կայացավ մայիսյան երկրորդ գերլարված լիալուսինը եւ ողջ գալիք շաբաթվա ընթացքում, այսինքն հունիսի 1-ից 7-ը Լուսինը լինելու է մարող։ Բնականաբար այդ ժամանակ բարենպաստ է կատարել բոլոր այն արարողակարգերը եւ մահախոսությունները, որոնք միտված են ձեր կյանքից բացասական երևույթները հեռացնելուն։ Շատ կարեւոր է, եթե չգիտեք ինչ արարողակարգեր են, անպայման բաժանորդագրվեք Աստրոմագիա եւ թալիսմանների երկրորդ YouTube-յան ալիքին, որտեղ առանձին պլեյլիստ Մարող Լուսնի արարողակարգերի մահախոսությունները եւ այնտեղ ընտրեք ձեզ համապատասխան ուրեմն արարողակարգ։ Այս վիդեոյի վերջում հղումը ալիքին կլինի, եթե բաժանորդագրված եք, անպայման բաժանորդագրվեք ալիքիս։
Սիրելի բարեկամներ, հունիսի 4-ին 17:45 րոպեին Երևանի ժամանակով լուսինը մուտք կգործի ջրհոս կենդանակերպ եւ արդեն 22:18 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Ուրան մոլորակի հետ, որը գիտեք, որ արդեն այս տարվա ապրիլի վերջից հիմնովին մուտք է գործել երկորյակներ եւ այնտեղ կգտնվի 7 տարի շարունակ։ Իհարկե լուսնի եւ Ուրանի այդ գեղեցիկ եռանկյունին բարենպաստ է կանխատեսումների համար, այնպես որ եթե ցանկանում եք իմանալ ինչ է ձեզ սպասվում այս բարդ եւ ոչ միանշանակ ամիսների եւ տարվա ընթացքում, անպայման համեցեք on-line խորհրդատվության։ Եվ այսինքն հնարավոր են ամսի 4-ին զանազան անակնկալներ, սիրելի բարեկամ, դե Ուրանը դա անսպասելի փոփոխությունների մոլորակն է։ Լարված կանցնի նաև հունիսի 5-ը գիշերը, այսինքն հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը արդեն ժամը 2-ին Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի նախ Նեպտուն մոլորակի հետ, 4 աստիճան ջրհոսում գտնվելու է լուսինը եւ 4 աստիճան խոյ կենդանակերպում Նեպտունն է։ Այնուհետև 4:21 րոպեին լուսինը կմիանա չարաբաստիկ, ավերիչ եւ ռազմի մոլորակ, պատերազմի մոլորակ Պլուտոնի հետ 5 աստիճան ջրհոսում։ Սա արդեն պարզ է, որ ուժային կենտրոնները որոշումը կայացրել են բոլոր այդ կարևոր, այսպես ասած, ենթակա երկրների շուրջը, այդ թվում նաև Հայաստանի, եւ հետագայում մենք այդ որոշումը անպայման կիմանանք։ 18:50 րոպեին հունիսի 5-ին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի Սատուրն մոլորակի հետ, 18 աստիճան խոյ կենդանակերպում Սատուրն եւ 18 աստիճան ջրհոսում գտնվելու է լուսինը։ Եվ երեկոն անցնելու է բավականին լարված, հատկապես ժամը 8-ի մոտակայքում որևիցե կարևոր գործ, կարևոր հանդիպումներ մի ծրագրեք հունիսի 5-ին, որովհետև լուսինը լարված քառակուսի առաջացնելու ժամը 8-ի մոտակայքում Մարս մոլորակի հետ 13 աստիճան ցուլ կենդանակերպում գտնվում է Մարսը եւ 13 աստիճան ջրհոսում գտնվելու է լուսինը։ Իհարկե սա ագրեսիվ մորակային փոխհարաբերություն է, հարձակողական, այսինքն հնարավոր է ագրեսիա, հնարավոր են ինչ որ վիճաբանություններ եւ այլն, ու աշխատեք վիճաբանության մեջ չմտնել։ Ներդաշնակ կանցնի, սիրելի բարեկամներ, հունիսի 5-ի երեկոն, արդեն հունիսի 5-ի լույս 7-ի գիշերը լույս 6-ի գիշերը ավելի բարենպաստ է, որովհետև Երևանի ժամանակով 23:50 րոպեին Էկադաշի օր է մեզ մոտ, լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Արեգակի հետ, որը 15 աստիճան ջրհոսում է գտնվում եւ 15 աստիճան կներեք 15 աստիճան ջրհոսում լուսինն է, իսկ 15 աստիճան երկվորյակներում գտնվում է Արեգակը մեզ մոտ եւ իհարկե սա բարենպաստ է ամեն տեսակ դրական զարգացումների համար, ինչպես միջանձնային փոխհարաբերությունների, այնպես էլ կարող եք այդ, եթե ինչ-որ կարևոր խոսակցություն ունեք, գոնե ամսի 6-ի առավոտյան դա անել, որովհետև հունիսի 5-ի երեկոյան ասացի ժամը 8-ի մոտակայքում լուսնի եւ Մարսի քառակուսին ենք տեսնելու։ Սիրելի բարեկամներ, եւ վերջապես այս շաբաթվա գալիք շաբաթվա ամենակարևոր, ամենավճռորոշ եւ ամենավտանգավոր օրերից մեկը դա հունիսի 7-ն է, որը արվերման օր է, ըստ չինական մետաֆիզիկա, չինական հազարամյա օրացույցի, Տունշու օրացույցի, հունիսի 7-ը դա ուրեմն մեզ մոտ ջրային մկնի օր է, որը բախվում է թե ձիու ամսվա հետ, որը արդեն սկսվելու է հունիսի 6-ից հետո, հունիսի 5-ից հետո, եւ թե ամսվա հետ, փայտե ձիու ամիսն է հունիսը եւ հրեղեն ձիու տարվա հետ, երկու ձիերի հետ էլ բախվում է այդ օրը, որը որ իհարկե խիստ անբարենպաստ է, հատկապես օրվա սկիզբը։ Գիշերը հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը 4:22 րոպեին, սիրելիներս, լուսինը մուտք կգործի ձկներ եւ 9:20
21 րոպեին արդեն լուսինը լարված քառակուսի կառաջացնի հունիսի 7-ին Ուրան մոլորակետ, որը 2 աստիճան երկվորյակներում է եւ 2 աստիճան ձկներում գտնվելու է լուսին։ Սա հղի ամեն տեսակ անսպասելի զարգացումներով առավոտյան հունիսի 7-ին։ Այսինքն հնարավոր են կապի խափանումներ, հոսանքի խափանումներ, տատանումներ, ինչ որ լարված իրավիճակներ, անսպասելի զարգացումներ, այնպես որ զգուշ եղեք, սիրելի բարեկամներ, հունիսի 7-ի առավոտյան։ Իհարկե, բարենպաստ իրավիճակ կլինի արդեն օրվա վերջում 23:14 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Մերկուրի մոլորակի հետ 15 աստիճան երկվորյակներում գտնվում է Մերկուրին եւ 15 աստիճան խեցգետնում գտնվում է Մերկուրին, 15 աստիճան ձկներում գտնվելու է լուսինը։ Սա նշանակում է արդեն իսկ քվեարկությունը ավարտված կլինի եւ պարզ կլինեն նաեւ արդեն արդյունքները, սիրելի բարեկամներ։ Այնպես որ ահա այսպիսին է լինելու գալիք շաբաթը, հունիսի առաջին շաբաթը, հունիսի 1-ից 7 ընկած ժամանակահատվածը։ Իսկ այժմ, սիրելի բարեկամներ, ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին հունիսի առաջին շաբաթվա ընթացքում, հունիսի 1-ից 7 ընկած ժամանակահատվածում։ Պատրաստ եք, սիրելի խոյեր։ Եվ այսպես, սիրելի խոյեր, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը, հունիսի 2-ից 4-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար պետական դրան, փաստաթղթերի, աշխատանքի, պաշտոնի հետ կապված կամ հետաքրքիր առաջարկություն կստանաք։ Հունիսի 4-ից 7-ը ինչ որ կարևոր երազանք իրագործվի ձեզ համար, սիրելի խոյակներ, եւ կուրախացնեն ձեզ նաեւ ձեր չափահաս բալիկները։ Նաեւ բարենպաստ է օնլայն բիզնեսի համար։ Հունիսի 7-ին արդեն կակտիվանան, սիրելի խոյեր, ձեր գաղտնի թշնամիները, անպես որ զգուշ եղեք։ Սիրելի ցլեր, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է լինելու գալիք շաբաթը։ Մի հատ է ֆրանկ էլի։ Ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է լինելու գալիք շաբաթը։ Հունիսի 2-ից 4-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր։ Նաև հնարավոր է ճամփորդություն։ Հունիսի 4-ից 7-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար, սիրելի ցլեր։ Աշխատանքի, պաշտոնի, պետական դրան, փաստաթղթերի հետ կապված կամ կստանաք շատ հետաքրքիր կուսնական կամ անձնական բնույթի առաջարկություն։ Եվ հունիսի 7-ին ձեզ կուրախացնեն ձեր չափահաս երեխաները եւ կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը։ Սիրելի երկվորյակներ, բարեխառն է անցնելու նաև ձեզ համար գալիք շաբաթը։ Հունիսի 2-ից 4-ը զգուշացեք էքստրեմալ իրավիճակներից, խնդիրներ կարող են առաջանալ առողջության հետ կամ ճանապարհներին։ Հնարավոր է նաև ֆինանսական ֆինանսի կարիք լինի, բայց մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք այդ օրերին։ Սիրելի երկվորյակներ, հունիսի 4-ից 7-ը լավ լուրեր արտասահմանից կամ նվեր, հնարավոր է նաև ճամփորդություն։ Հունիսի 7-ին կարևոր գործնական հարց կլուծվի ձեզ համար, կապված պետական դրան հետ, փաստաթղթերի հետ, պաշտոնի հետ կապված։ Սիրելի խեցգետիններ, բարեխառն է ձեզ համար լինելու գալիք շաբաթը, հունիսի 2-ից 4-ը զգուշացեք ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ բախումներից, որովհետեւ հետագայում եթե փչացնեք այդ հարաբերությունները, շատ դժվար կլինի դրանք վերականգնել։ Հունիսի 4-ից 7-ը էքստրեմալ իրավիճակներ, ճանապարհներին կարող լինեն խնդիրներ, զգուշ եղեք առողջական խնդիրներ եւ մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք, սիրելի խեցգետնակներ։ Եվ հունիսի 7-ին լավ լուրեր արտասահմանից նվեր կամ ճամփորդություն։ Բարդ շաբաթ է սպասվում նաև առյուծակների համար։ Սիրելի առյուծակներ, հունիսի 2-ից 4-ը գործնական հարցերով եք զբաղվել եւ առողջական հարցերով եք զբաղվելու։ Հունիսի 4-ից 7-ը զգուշացեք զուգընկերների կամ գործընկերների հետ բախումներից, որովհետեւ եթե փչացնեք հարաբերությունները, դժվար կլինի դրանք վերականգնել։
Հունիսի 7-ին զգուշացեք էքստրեմալ իրավիճակներից, բարդություններից, կոնֆլիկտներից եւ մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք։ Սիրելի կույսակներ, ձեզ համար նույնպես բարեխառն է անցնելու գալիք շաբաթը։ Հունիսի 2-ից 4-ը լավ զարգացումներ կապված ձեր բալիկների հետ, բարենպաստ է այդ օրերը, բարենպաստ է նաեւ հանգստի համար, հաճույքների համար, նաեւ բիզնեսի համար։ Հունիսի 4-ից 7-ը սիրելի գույսեր լուծելու եք ընթացիկ աշխատանքային հարցեր եւ առողջության հետ կապված հարցեր։ Իսկ հունիսի 7-ին զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախ ունեցեք, որտեւ հետո դժվար կլինի վերականգնել այդ հարաբերությունները։ Սիրելի կշերքներ, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է լինելու գալիք շաբաթը։ Հունիսի 2-ից 4-ը զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով, հնարավոր է նաև ուրեմն արք ու վաճառք, հա, բնակարանի արք ու վաճառք։ Եվ հունիսի 4-ից 7-ը սիրելի կշերքներ, բարենպաստ է երեխաների հարցերը կարգավորելու համար, լուծելու համար, նաև հանգստի, հաճույքների եւ բիզնեսի համար բարենպաստ է սիրելի կշերքներ։ Իսկ հունիսի 7-ը ընթացիկ աշխատանքային եւ առողջական հարցերը լուծելու օրն է լինելու։ Սիրելի կարիճակներ, ընդհանուր առմամբ եւս ձեզ համար բարենպաստ է անցնելու գալիք շաբաթը։ Հունիսի 2-ից 4-ը կարճ ճանապարհ է գնալու եւ հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ կամ հետաքրքիր լուրեր։ Հունիսի 4-ից 7-ը տան ընտանիքի հետ կապված հարցեր է կարգավորելու, հնարավոր է նաեւ բնակարանի արք ու վաճառք։ Եվ հունիսի 7-ը բարենպաստ է երեխաների համար, հաճույքների համար, հանգստի համար, նաև բիզնեսի համար, սիրելի կարիճակներ։ Բարենպաստ է լինելու գալիք շաբաթը նաև աղեղնավորների համար, սիրելի աղեղնավորներ, հունիսի 2-ից 4-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու։ Հունիսի 4-ից 7-ը կարճ ճանապարհ է գնալու եւ որի ընթացքում հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ կամ լավ լուրեր։ Հունիսի 7-ին զբաղվելու եք ձեր տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով։ Սիրելի այդ եղջյուրներ, ձեզ համար եւս բարենպաստ է լինելու գալիք շաբաթը։ Հունիսի 2-ից 4-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի խնդիրներ եւ հարցեր։ Հաջողությունը ձեր կողմն է, սիրելի այդ եղջյուրներ։ Հունիսի 4-ից 7-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու, իսկ հունիսի 7-ին բարենպաստ է ճամփորդել նոր ծանոթությունների եւ լավ լուրեր կստանաք, սիրելի այդ եղջյուրներ։ Սիրելի ջրհոսներ, բարեխառն է անցնելու ձեզ համար գալիք շաբաթը։ Հունիսի 2-ից 4-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, սիրելի ջրհոսներ, զգուշ եղեք։ Հունիսի 4-ից 7-ը բարենպաստ է ձեր արտաքին հմայքի եւ գեղեցկության համար, լուծեք գործնական եւ անձնական բնույթի հարցեր եւ խնդիրներ։ Հաջողությունը ձեր կողմն է, սիրելի ջրհոսակներ, եւ հունիսի 7-ին բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու։ Գալիք շաբաթը բարեխառն է լինելու նաեւ ձկնակների համար, սիրելի ձկնիկներ, հունիսի 2-ից 4-ը շատ կարևոր երազանք իրագործվի ձեզ համար, կուրախացնեն ձեզ նաեւ ձեր չափած երեխաներ եւ բարենպաստ օրեր են բիզնեսի համար։ Հունիսի 4-ից 7-ը սիրելի ձկնիկներ, զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից։ Եվ հունիսի 7-ին շատ բարենպաստ է զբաղվել ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծել անձնական եւ գործնական բնույթի խնդիրներ եւ հարցեր։ Հաջողությունը ձեր կողմն է լինելու, սիրելի ձկնակներ։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում, այսինքն հունիսի առաջին շաբաթվա ընթացքում, հունիսի 1-ից 7-ը։ Անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի թիմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես են իրագործվում իմ կանխատեսումները, ինչ հետաքրքիր տեղեկություններ եք ցանկանայիք լսել։ Նաեւ հետևեք ինձ սիրելիներս իմ երկրորդ YouTube-յան ալիքով Աստրոմատ եւ տալիսմաններ։ Ալիքով հետևեք ինձ նաեւ Facebook-ով, TikTok-ով, Instagram-ով եւ Telegram-ով։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարի, կհանդիպենք, ցտեսություն։